Ահա, թե ինչի մասին պետք է իմանալ։ Հարցը կողմ։ Ահա, թե ինչի մասին պետք է իմանաս դու։ Ահա, թե ինչի մասին պետք է իմանաս դու, ողջերուղել են հարց տեսնենք ով եք դուք, որ հասկանաք ձեր մասին է խոսքը թե ոչ։ Ուս քարտն է դուրս եկել առողջամասնագիտության անձնավորություն, ով շատ լավ գիտի ինչպես դաստիարակի իր մեջ ուրեմն էմոցիաները, իմպուլսները, ուժով հարց չլուծելու համար, բավական գեղեցիկ դիմագծեր ունեք, կարողանում եք համբերատար կարող եք լինել, մի փոքր փոր ունեք, լայն ուրեմն մեջքի հետ կապված լայն բուսերով, հնարավոր է սպորտով ժամանակին զբաղվել, իսկ որոշ մարդկանց հնարավոր է նաև շեյթերում եք ձեզ։ Այստեղ նաև ինչն է հետաքրքիր, այլ մարդիկ կարող են ինձ դիտել էլի ուժ քարտի հետ կապ ունեցող, բայց սիրում են ինչ-որ ուժով հարցեր լուծել։ Նաև այսպիսի մարդիկ են ինձ դիտում։ Տեսնենք, ինչի մասին պետք է դու իմանաս ժամանակն է, որ դու պետք է իմանաս։ Ակիրուղել էինք հարցը, դա նկարագրեցի այդ կանոնց է վերաբերվում։ Եկել է ժամանակը իմանաս, դա կապված է ինչ-որ երեկույթի հետ, որ պլանավորվում է, ուրախության։ Որոշ մարդկանց դա շատ լավ քարտ է, ինչ դուք մտածել եք, հա, եկել է ժամանակը իմանալու, որ նախորդ պետք չէ ամեն ինչ նշել, երբ որ ինչ-որ բան կլինի, դուք կարող եք միասին, հա, երեկույթ չգիտեմ մասին, այստեղ երեքն է, նշել։ Այստեղ որոշ մարդկանց մոգության հետ միգուցե կարող է կապ ունենալ, որովհետև այստեղ սիմվոլ կա, հա, որ կարող է ձեզ ոգևորել։ Եկել է ժամանակը իմանալու ինչ տրոյկա 3-ի գավաթները ինչ են հուշում, որ նախորդ ձեր պլանների մասին ոչ մեկի չասեք, որպեսզի հետագայում դուք հաջողակ լինեք, նաև այս մասին է խոսքը։ Շատ լավ քարտ է դուրս եկել այստեղ ռեսուրսների հետ է կապված, ֆինանսների եւ հետագա ձեր աշխատանքի, կարիերայի զարգացման հետ է կապված։ Նոր ինչ-որ գաղափարների, նոր շրջապատի, կոլեկտիվի։ Ինչ ժամանակն է եկել, որ դուք իմանաք։ Գործակի համաձայնության հետ է կապված, որտեղ դուք պետք է լինեք ներդաշնակ մարդկանց հետ, համաձայնվեք կամ միգուցե եզրեր գտնեք համաձայնվելու, ներդաշնակ լինելու եւ ժամանակն այդ որոշումը կայացնել ինչ որ եւ շնորհակալ լինել երկրորդ կամ երրորդ անձերից։ Դա պարտադիր է ասեք, որովհետեւ տեսնում եք, դա բրոն տալիս է ձեզ հրեշտակը, միգուցե կա հրեշտակ, որը ձեզ օգնում է ձեր կյանքում։ Ինչ խորհուրդ են տալիս քեզ կամ ձեզ քարտերը, գիտեք հարցն եք տարում։ Ռիսկնի։ Ռիսկի դիմիր, չես փոշմանի։ Ինչու՞։ Որտեղ մարդկանց կարելի է վստահել։ Դա գաղտնի բալանի է քեզ համար։ Նաև այստեղ նաստավնիկի հետ կապ ունի ձեր կողմից, դուք պետք է շնորհակալ լինեք։ Էմոցիաները մի կողմ դնելով։ Այո, այստեղ 6-ն է, եւ շնորհակալություն հայտնելով նրանց, երախտագետ լինելով նրանց։ Ինչի համար։ Տեսնում եք, որ նրանք ձեզ չեն խաբելու։ Ինչ որ գործարքների կեստոր գործերի մեջ չեն գցելու դրա համար, թե ինչի։ Որովհետև նրանք պատասխանատու են, ազնիվ են եւ արդար են։ Տեսնում եք, ինչ հետաքրքիր ռաստրադերին ձեր դուրի եկավ